Ուրեմն այսօր մենք պիտի խոսենք ընդհանուր շատ կարևոր թեմայի մասին, ինչու, որովհետև նահատակության ու զոհաբերության թեման բավականին շատ խոսվող, շահարկվող եւ նաեւ հավատքի վկայություն համարվող թեմաներից մեկն է։ Մենք շատ հաճախ ենք մեր սրբերին նաև մարտիրոսներին մեջ բերելով, այդ նահատակությունը, մարդկանց ինքնազոհաբերությունը շատ արժևորում ենք ու եթե ընդհանուր եկեղեցական տոնացույցը նայեք եւ տոնվող սրբերին նայեք, շատ մեծ մաս են կազմում մարտիրոսներ, այն մարդիկ, ովքեր իրենց հավատքի համար մահացել են, նահատակվել են եւ նաեւ զինվորներին, օրինակ Սուրբ Սարգիսը, Սուրբ Գևորգը, գիտեք այդ սրբադասումը ոչ թե նրանց զինվորական գործի համար է եղել, այլ նահատակության պատրաստության համար։ Բայց իհարկե ինչպես որ շատ թեմաներ մեր կյանքում, մեր եկեղեցում պարզեցնելու համար ամեն ինչ սկսում է ընկալվել շատ սև ու սպիտակ, այսինքն զուտ ակտը նահատակության սկսում է ընկալվել որպես սրբության ազդակ կամ սրբության չափանիշ եւ տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուր մարդ, որ նահատակվել է, ինքնըստինքյան արդեն սրբության հասած մարդ է կամ սրբակենցաղություն ունի։ Նախ եւ առաջ մի կարևոր դիտարկում կա, որ մենք պետք է ընդհանրապես մարդու կյանքին վերաբերող այդ կարևոր դիտարկումը նայենք, տեսեք, մարդը իր բնությամբ երկու հիմնական բնազդային ձգտումներ ունի։ Դրանցից մեկը ինքնապաշտպանության, ինքնապահպանության բնազդն է, որ ամեն մարդ ունի ինքնապահպանության իր բնազդը, եւ ինչն է հետաքրքիր, որ 25 տարեկանից հետո, երբ որ մարդկանց մոտ ուղեղի այս մասը արդեն ձևավորում է ամբողջությամբ, մարդկանց մոտ սկսում է մի ուրիշ բնազդային ձգտում, դա դեկոնստրուկցիայի կամ ինքնաոչնչացման բնազդային ձգտումն է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ նաև մեր բջիջները, որ ըստ էության, չէ, մեր կյանքի ֆիզիոլոգիական մեր գոյության կարևոր հիմքն են, մեր բջիջները ունեն այս երկու գենետիկ կոդը իրենց մեջ, այսինքն յուրաքանչյուր բջիջ ինքը եւ ձգտում է կիսվելու եւ նաեւ ձգտում է ոչնչանալու, որովհետեւ ոչնչանում է մի բջիջը, նրա տեղը ծնում է մի բջիջ եւ դա թույլ է տալիս, որպեսզի մեր մարմինը ունենա կոնկրետ սահմաններ եւ այդ սահմաններից ավելին չլինի։ Երբ որ մարդու մոտ կա ֆիզիոլոգիական խնդիր, մարդը օրինակ անդադ բոյովանում է, չէ՞, մարդիկ կամ անդադ չաղանում են եւ այլն, բջիջների սխալ կիսումն է լինում, մենք հիվանդություն ենք այդ ամեն ինչը համարում, ըստ էության նորմալ է այն ժամանակ, երբ որ բջիջը ոչ միայն ապրում է, այլ նաեւ ոչնչանում է։ Ուրեմն ինչն է հետաքրքիր, որ նահատակության ու զոհաբերության մարդկային կյանքում այս ընկալումները հասկանալու համար շատ կարևոր է հասկանալ մարդու ընդհանուր առմամբ անատոմիան, ընդհանուր թե մարդը ինչպես է կազմված ֆիզիոլոգիապես, մարդու ձգտումները, արտաքին ազդակների ազդեցությունը մարդու կյանքի վրա։ Միայն այս հասկանալուց հետո մենք կարող ենք ընկալել, թե ինչու են ընդհանրապես անկախ կրոնական պատկանելիությունից բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ մի բանի համար ինքնազոհաբերվում են, նրանց մենք սակրալիզացնում ենք։ Տեսեք, եւ հեթանոսության մեջ, եւ իսլամում, եւ բուդդայականության, եւ տարբեր այլ կրոններում գաղափարի համար զոհաբերված մարդիկ, ովքեր ինքնազոհաբերվել են գաղափարի համար, նրանք մի տեսակ սակրալիզացման մեջ են գտնվում եւ մարդու ինքնազոհաբերությունը նրան վեր է կանգնացնում մնացած մարդկանցից եւ մեր ազգի մեջ էլ գիտեք, որ մանավանդ, մեր զոհված զինվորների եւ այլն գաղափարը զոհված զինվորների մասին
մի տեսակ արդեն պաշտամունքի անգամ վերածվում, հա, այսինքն զոհված մարդուն մենք մի տեսակ սկսում ենք պաշտել եւ մտածում ենք, որ օրինակ, չգիտեմ, մոռանալով, որ օրինակ այդ մարդը ընդամենը մի երիտասարդ էր, իր մտքերով, իր սխալներով, իր ամեն ինչով, իր ամեն մի բառը, ամեն մի արտահայտությունը փորձում ենք մի տեսակ աստվածային բնույթ տալ այդ դրան եւ մի տեսակ վիճարկելի ճշմարտության sense հատիկ ենք սկսում դնել այդ ամեն ինչի մեջ եւ սկսում ենք պաշտել ըստ էության այդ մարդկանց զոհված զինվորներին եւ անվիճելի ենք դարձնում անգամ իրենց մասին խոսելը սխալներին, օրինակ իրենց կատարած սխալներին, մեղքերին եւ այլն ինչ որ մատնացույց անելը եւ այլն եւ նույն բանը նաեւ ավելի պատմական վաղ անցյալում ասենք զոհված մարդկանց համար, չգիտեմ, ոմանց համար օրինակ Գարեգին Նժդելն է շատ մեծ անձնավորություն, հա, որ բեկանելի ճշմարտություններ ասող, ոմանց համար Անդրանիկ Զորավարը, ոմանց համար Աղբյուր Սերոփը, չգիտեմ, ոմանց համար Պապ Թագավորը, դրանից առաջ Տիգրան Մեծը եւ այլն, եւ մենք նահատակության գիտակցության մեջ սկսում ենք սրբացնել մարդկանց ու մարդկանց գաղափարները։ Տեսեք, շատ կարևոր է հասկանալ, որ եկեղեցին չի, եթե մարդը նահատակված է, եկեղեցին չի ասում, որ ուրեմն եթե այս մարդը նահատակվել է անուն Հիսուս Քրիստոսի, ուրեմն իր բոլոր պնդումները անգամ Հիսուս Քրիստոսի մասին, հավատքի մասին ճիշտ էին։ Ոչ։ Եկեղեցին բնավ տենց բան չի ասում։ Որովհետև շատ հայրեր կան, հոգևորականներ, ովքեր նահատակությամբ են գտել իրենց պսակը Աստծո մոտ, հա, բայց այդ մարդկանց ամեն ասածին չի, որ եկեղեցին վերաբերվում է որպես բացարձակ ճշմարտություններ կամ Աստված հայտնության լրիվությունն է տեսնում այդ պնդումների ու այդ ամեն ինչի մեջ։ Եվ տեսեք ինչն է հետաքրքիր, Որոգինես անունով մարդը, որ մեծ աստվածաբաններից մեկն է, ընդհանրապես բոլոր դարերի մեծ աստվածաբաններից մեկն է, մի հետաքրքիր պատմություն կա իր հետ կապված, գիտեք, որ եկեղեցիների մեծամասնության կողմից Որոգինեսը նզովված է։ Ուրեմն իր հայրը քրիստոնյա են, իրենք քրիստոնեական ընտանիքից էին եւ ժամանակին Որոգինեսը Հռոմի կայսրության մեջ էր, ժամանակակից Սիրիայի տարածքում էր ապրում։ Իր հայրը ամեն երեկո համբուրում էր իր որդու կրծքավանդակը, սրտի մասը եւ ասում էր, որ այստեղ Աստված է բնակվում։ Եվ ինչ հետաքրքիր բան կար, իր հոր նահատակության ժամանակ Որոգինեսը ինքը ուզում էր գնալ դատախազի մոտ եւ խոստովանել Քրիստոսին, որպեսզի ինքն էլ նահատակվի, եւ իր մայրը ուղղակի պահում է իր բոլոր շորերը, եւ Որոգինեսը մերկ չէր կարող ուղղակի մերկ դուրս գալ եւ Քրիստոսի մասին խոստովանել, որովհետեւ արդեն իսկ դրանով կխայտարակեր, հա, քրիստոնյաների անունը եւ Տիրոջ փառքը իր անձով կնսել, որ ինքը դուրս չի գալիս եւ մայրը իրան այդ դրանով նահատակությունից փրկում է եւ Որոգինեսը նահատակությամբ չի մահանում, այլ տարիներ շարունակ ինքը ուսուցանում էր եւ այլն ու շատ էին այն մարդիկ, ովքեր գալիս էին Որոգինեսի մոտ սովորելու եւ Որոգինեսը ըստ էության նզովվեց իր մի քանի գաղափարների մասին համար, որոնցից մեկը հոգիների նախագոյության գաղափարներ, այսինքն մտածում էր Որոգինեսը, որ Աստված միջև ամեն ինչը բոլոր հոգիները ստեղծել է եւ մյուսն էլ բոլորի ներման մասին տեսություններ, որ Որոգինեսը ուներ եւ հետո ինքը այն մարդկանցից էր, ով իր կենթանության օրոք այնքան մեծ էր իր զոհաբերության, ինքնազոհաբերվելու այդ միտումը, որ Որոգինեսը ինքը իրան ամորձազատեց, հա, ներքինի դարձրեց, որպեսզի ապրի կատարյալ կուսակրոն բանական կյանքով։ Եվ սա իհարկե չընդունվեց եկեղեցու կողմից, սա վարքականոնային ամենամեծ խնդիրներ, բայց ժամանակակից հայացքով եթե մենք նայենք, տեսեք, մարդը ինքնազոհաբերվեց համարձակությամբ,
ներքինի դարձրեց ինքն իրեն, որպեսզի գայթակղության մեջ չընկնի։ Բայց սա լրիվ հակառակ էֆեկտը ունեցավ եկեղեցու մեջ, եւ Որոգինեսը արդեն սկսեց կտրվել եկեղեցուց եւ նզովվեց։ Բայց միևնույն ժամանակ, ասեմ, իմ ամենասիրելի հեղինակներից մեկն է Որոգինեսը եւ մտքի հանճար է այս մարդը, այսինքն շատ լավ տիրապետում է եւ ժամանակակից փիլիսոփայության լեզվին, եւ Սուրբ գրքին, եւ աստվածաբանությանը, եւ այլն, եւ ոչ, միջև իմ եւ մեր եկեղեցու հայրերի 90%-ը այս կամ այն ձևով օգտվում է Որոգինեսից, բայց այս մարդը ռուսերեն կամ լատիներեն օրիգեն են ասում իրան, չգիտեմ, երևի տենց ավելի ձեզ ծանոթ կլինի, եւ բայց այս մարդը չսրբադասվեց, հա, չհամարվեց նահատակ, չհամարվեց հայր եւ այլն։ Ուրեմն ինչն էր հետաքրքիր, տեսեք, նահատակության ու զոհաբերության մասին այս դիլեման եկեղեցում նաև առաջացրեց աստվածաբանական մեծ վեճեր, որովհետև առաջ եկան մանիքեականները, ովքեր մտածում էին, որ եթե մարդ մի անգամ ուրացել է Քրիստոսին, ուրեմն ինքը այլևս եկեղեցի մտնելու իրավունք չունի։ Եվ ժամանակակից արդեն 20-րդ դարի կեսերի, պուրիտանական շարժումները, գիտեք, այմիշներին, չգիտեմ, լսել եք երևի իրանց մասին, որ Հյուսիսային Ամերիկայում են ապրում, այս պուրիտանական մաքրակենցաղության մարդու մեջ մեղքը չընդունելու այս մոտեցման բոլոր քրիստոնյաները նույն նահատակության թյուր ընկալման կրողներն ու հետևորդներն են։ Որովհետև ինչ էին անում մաքենիականները, ասում են, որ եթե մարդ մի անգամ ուրացավ Քրիստոսին, ուրեմն ինքը այլևս երբեք եւ ոչ մի ձևով չի կարող ներվել։ Եվ սա ասում են մի ժամանակ, երբ որ քրիստոնեությունը հալածվում էր, եւ շատ մարդիկ ուրանում էին քրիստոնեություն, այսինքն գնում էին աստվածներին զոհ մատուցելու։ Եվ մանիքեացիները առաջացրեցին այդ սրբերի եկեղեցի հասկացողությունը, այսինքն եկեղեցում կարող են լինել միայն այն մարդիկ, ովքեր սուրբ են, այն մարդիկ, ովքեր մեղք են գործում, իրանք եկեղեցու մաս լինել չեն կարող։ Եվ դրա համար մանիքեացիների մոտ մկրտությունը, հաղորդությունը մեկ անգամ էր, որովհետև ընդունում են սա եւ երբեք այլևս որևէ մեղք չեն գործում։ Եվ սա Հովանու ավետարանի են համարի ընկալումներ, որ կատարյալ լույսի մեջ խավար չի կարող լինել, եւ եթե դու լույսի մեջ ես, այդ լույսն ես դու ինքդ ու չես կարող մեղք գործել։ Եվ Քրիստոսի մարմնի անդամ լինելը քեզ արգելում է որևէ ձևով որևէ մեղք գործելը։ Եվ գաղափարի ամենակարևոր հիմքը նահատակության մասին ընկալումն էր, որ մանիքեացիների եկեղեցիներում բոլորը անդամահատված էին, հա, հաշմանդամությունն էին այս կամ այն ձևով, որովհետև բոլորին ինչ որ կտանքների էին ենթարկել հեթանոս աստվածներին զոհ մատուցելու եւ նրանք հրաժարվել էին եւ ասում են եթե մի ձեռքը կտրած է, ուրեմն սա քո սրբության նշանն է։ Իրանք սա ոչ թե անդամահատություններ էին ասում, այլ սրբության նշաններ։ Ու ինչն է հետաքրքիր, որ 1-ից 3-րդ դարերը, երբ որ մարդիկ ըստ էության ավելի ռադիկալ ու ծայրահեղական էին, մեծ հաշվով չընդունեցին այս մոտեցումը, բայց ժամանակակից աշխարհը ու հետխորհրդային աշխարհը, հա, հիմա ընդունված ձևակերպումը պոստմոդեռն աշխարհը, հա, այդ պոստմոդեռն գաղափարներով աշխարհը շատ ավելի ծայրահեղական է մոտենում նման հարցերին, նախ եւ առաջ այն մոտեցմամբ, որ ուզում է որպեսզի նահատակությունը լինի ինքնաբավ, հա, այսինքն պետք է հասկանալ, որ որևէ նահատակ չէր նահատակվում նահատակվելու համար զուտ։ Ճիշտ է, կրկնաբանություն եղավ կամ տավտոլոգիա, հա, բայց խնդիրը ստեղ նա է, որ եթե դու նահատակվում ես զուտ նրա համար, որպեսզի դու մեռնես, սա
չունի քեզ ավելի բարձրացնելու, Աստծուն քեզ միացնելու կարևոր հենքը իր մեջ։ Որովհետև մենք առիթ ենք ունեցել շատ սրա մասին խոսելու, տեսեք, փրկություն ասելով մենք հասկանում ենք անձի, անհատի միությունը Հիսուս Քրիստոսին։ Միանում է մարդ եւ Աստված, միանում են եւ կատարվում է մարդու փրկությունը։ Մարդու փրկությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ որ մարդը միանում է Աստծուն։ Եվ բոլոր մեզ տրված գործիքները, մեր ծնունդը, մեր կյանքը, մեր աշխատանքը, ամուսնանալը, սերը, մեր էմոցիաները, մեր շրջապատող ամեն ինչ միայն եւ միայն այս նպատակին են ուղղված։ Երբ որ մենք ասում ենք ինչպես ապրել քրիստոնեական կյանք, ինչպես ունենալ քրիստոնեական ընտանիք եւ նման հարցադրումներ ենք անում գնալով, ամեն ինչի հետ կապված, մենք ըստ էության պատասխանում ենք մի կարևոր հարցի. ինչքանով է իմ այս արած գործողությունը ինձ ավելի մոտ դարձնում Աստծուն միանալու։ Եվ պետք է մի փոքր պատմական անդրադարձ ունենալ, ուրեմն Հռոմի կայսրությունում մեզ պատմական աղբյուրներից ասել են, թե ինչպես էին նահատակվում քրիստոնյաները։ Ուրեմն որևէ քրիստոնյա չէր ընտրում նահատակվել, ինքը չէր ասում, ես ընտրում եմ նահատակությունը, ինքը ընտրում էր Քրիստոսին պաշտելը եւ այդ կոլիզեյում եւ այլն առյուծների կերդարձնելը, տարբեր տանջանքների եւ կտանքների ենթարկելը մարդկանց նրա համար էր, որպեսզի մնացած բոլորի համար հայտնի լինի, թե այն մարդիկ, ովքեր չեն հրաժարվում Քրիստոսից, ինչ արդյունք է սպասվում իրենց կամ ինչ հետևանք պիտի ունենա այս ամեն ինչը։ Եվ ես մի քանի առիթներով սրա մասին խոսել եմ եւ հիմա էլ մտածում եմ, որ պետք է անդրադարձ ունենալ։ Ուրեմն սիրելիներս վաղ եկեղեցում մարդկանց նահատակում էին ոչ թե նրա համար, որ իրենք հավատում էին Քրիստոսին, այլ նրա համար, որովհետև նրանք չէին հավատում հեթանոց աստվածներին։ Եվ Սողոնի օրենսգրքում, Համուրաբի օրենսգրքում եւ Հռոմի վաղ շրջանի, Ներոնի, Կալիգուլայի եւ այլն հրովարտակներում որևէ մեկը չի դատապարտվում առյուծներին կերդառնալու Քրիստոսին հավատալու համար, այլ դատապարտվում է, որովհետև չի հավատում հեթանոս մնացած աստվածներին, որովհետև եւ սա շատ կարեւոր է հասկանալ, որովհետև ամենակիչը տարօրինակ կլինի բազմաստվածյան միջավայրում, երբ որ ամեն մեկը մի Աստծո է պաշտում, բազմաստվածյան միջավայրում մարդուն մահապատժի ենթարկել նրա համար, որ ինքը հավատում է որևէ Աստծո։ Այստեղ խնդիրը որն էր, որ բոլորին, բոլոր բազմաստվածյան բոլոր այս մարդկանց միացնում էր մի պաշտամունք, կայսրի պաշտամունքը, եւ քրիստոնյաները սրանել էին դեմ։ Ասում էին կարակ ոչ մեկին չպաշտեք, բայց պիտի հասկանաք, որ կայսրը պաշտամունքի առարկա պիտի լինի, քրիստոնյաները սրալներ էին դեմ։ Եվ ինչն է հետաքրքիր, գիտեք, որ մեր ճրագալույցի արարողությունը պատարագի եւ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության ամենահինն է, ընդհանրապես ավանդական եկեղեցիում ամենահինն է, Երուսաղեմյան ճաշոցի մեջ պահպանված ամենահին արարողությունն է, որ սկսվել է դեռևս վաղ դարերից եւ որն է կենտրոնական ընթերցումը ստեղ Դանիելի մարգարեության Միսակ Սեդրակ Աբեդնագովի հատվածը, երբ որ Նաբուգոդոնոսորը ասում էր, որ պիտի պաշտեք ոսկե արձանը, իրանք չէին պաշտում եւ հնոցը նետվեցին ու Աստված երևաց իրանց։ Ուրեմն նահատակության նման ընկալումը ունի նաև իր աշխարհքաղաքական, հասարակական եւ կենցաղային հիմքը, թե ինչու է նահատակությունը սկսել մարդկանց մոտ ընկալվել ոչ թե որպես ինչ որ հիմք ունեցող երևույթ, որը ինչ որ մի բանի համար է արվում, այլ որպես ռոմանտիկ մի քայլ, որովհետև 19-րդ դարից սկսած
լայն կերպով սկսում է հավատքը ընկալվել որպես ոչ թե կենսակերպ, այլ որպես էմոցիա։ Եվ եթե դուք ուշադիր լինեք, 19-րդ դարից հետո շատ անում են սիրավեպերը, գրված սիրավեպերն են առաջանում գրականության մեջ, որտեղ սկսում է գովերքվել այդ հանուն սիրո զոհաբերության, հանուն սիրո տառապանքի եւ այլն, եւ սրա մեջ մեծ դեր ունի իհարկե կաթոլիկ եկեղեցին նաեւ այս էմոցիոնալ բանի մեջ, որովհետեւ ինչքան որ դեգրադացվում է հասարակությունը ըստ էության, բանական առումով, այնքան առաջ են գալի էմոցիոնալ ընկալումները հասարակության մոտ, եւ ուղղակի մի օրինակ վերցնենք, Աբբա Պրևոն ունի, որ կաթոլիկ հոգևորականների դեպ, ունի Մանոն Լեսկոյի եւ Ասպետ Դգրիոյի այդ վեպը, որտեղ նկարագրվում է մի մարդու մասին, այդ Ասպետ Դգրիոն, որը բացարձակ կուրորեն սիրում էր մի աղջկա, այդ Մանոն Լեսկոյին, եւ պատրաստ էր զոհաբերվել նրա համար, չնայած իր բոլոր դավաճանություններին, եւ այլն, ասենց ամեն ինչին ինքը պատրաստ էր ամեն ուր գնալ իր հետևից, եւ սա ներկայացնում է որպես ինքնամոռաց սիրո մի կերպար, պատկեր, եւ ինչն է հետաքրքիր, որ զուգահեռներ ու համեմատություններ կան, կա մի հերոս, կաթոլիկ հոգևորական, այս վեպի մեջ, որը փորձում է անընդհատ հետ բերել այս մարդուն, Ասպետ Դգրիոյին, այդ ճանապարհից, եւ խոսակ դիալոգներ կան նաեւ զոհաբերության, ինքնազոհաբերության մասին։ Եվ ինչ կարևոր միտք կա այստեղ, որ նահատակությունը պիտի վկայություն լինի, ոչ թե զուտ գործողություն, հա։ Տեսեք, այսինքն, եթե մարդը գնում է մահվան եւ ոչինչ չի փոխում իր մահը, ոչինչ չի փոխում, ոչ մեկի համար եւ ընդհանրապես տիեզերական առումով ոչինչ չի փոխում, ուրեմն այս նահատակությունը մարդու, կանք մեր խոսակցության սկզբից, մարդու բջջային, բնազդային դեստրուկտիվ ձգտման արդյունքի ընդամենը։ Որովհետև ինչն է հետաքրքիր, ես իրոք, երբ որ այս թեմայի մասին նյութեր էի նայում կարդում, ես իմ համար բացահայտում արեցի, ուրեմն ես մի շատ լավ ընկեր ունեմ, որը սուդմեդ էքսպերտ է աշխատում, ավելի մեր ժողովրդի մոտ հայտնի է անատոմիկի բժիշկ կամ դիահերձող, բայց քրեական դիահերձող։ Ու ինչն է հետաքրքիր, որ մարդիկ շատ ինքնասպաններ, որ դիահերձում են իրաց, այս մարդիկ երկար տևական ժամանակ ինքնախարազանմամբ են զբաղվել։ Եվ մարդկանց ստվար հատված, եթե կուզեք մարդկության 80%-ը եւ ավելի, միշտ ստեղծում է այնպիսի իրավիճակներ, որտեղ ինքը կարող է լինել զոհի դերում եւ կարող է տառապել։ Որովհետեւ հետաքրքիր է, իմ համար շատ զարմանալի է, բայց մարդու համար մեծ կարիք կա տառապելու անընդհատ։ Եվ տեսեք, մեր որոշ կրոնական խմբավորումներ հիմա, որոնք հանգիստ ապրում, շարժվում, բան են անում եւ այլն, իրանք ինչն են ամենաշատը իրանց հետևորդներին ասում, որ մեզ հալածում են, Քրիստոսին էլ էին հալածում, ձեզ էլ են հալածում եւ այլն, այս անընդհատ հալածված լինելու, տառապյալ լինելու եւ այլն, այս հոգեբանությունը անընդհատ տրվում է մարդկանց, անընդհատ, որովհետեւ դրա հիմքում կա նահատակության մասին ու զոհաբերության մասին այդ անառողջ ընկալումը, որ հալածվելու համար շատ կարևոր բան է ու Աստված շատ ուզում է, որ դուք հալածվեք հալածվելու համար։ Ուրեմն սիրելիներս, այս ամեն ինչին գալիս է նախ եւ առաջ հակադարձելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, ողորմություն եմ կամենում եւ ոչ զոհ։ Եվ սա վերաբերում է ոչ միայն կենդանիների զոհաբերությանը, այլև մարդկային կյանքի։ Ինչ է նշանակում ողորմություն եմ կամենում եւ ոչ զոհ։ Այսինքն ես կամենում եմ, որ ձեր կյանքը եւ դուք
ավելի լավը դառնանք, որովհետև վերջի վերջո երբ որ մենք զոհվում ենք, հա, յուրաքանչյուր մարդ ու մահ մի կարևոր հետևանք ունի, մարդը դրանից հետո էլ ոչինչ չի կարող փոխի, հա, մեռնելուց հետո։ Ուրեմն, բայց ամեն ողորմությունից հետո մարդը կարող ավելի լավը դառնա։ Ուրեմն, սիրելիներս, նահատակությունը եւ զոհաբերությունը գործում են այնքանով, ինչքանով որ համապատասխանում են ոչ թե մարդու մեռնելու ցանկությանը, որ ինքը զուտ ուզում է մեռնել, այլ նախ եւ առաջ չընկրկելու, հետ չգնալու իր հավատքից այս մոտեցումը եւ երկրորդ ավելի լավը դառնալու, Աստծուն միանալու այդ կարևոր ցանկությանը։ Բոլոր մնացած դեպքերում մահը նահատակություն կամ զոհաբերություն համարել չի կարելի։ Եվ ես գիտեմ, որ սա շատ նուրբ թեմա է, շատ։ Ինչի, որովհետև մենք վերջի տարիներին շատ զոհված մարդիկ ունենք։ Եվ ամեն մի մարդ, ամեն մի մայր, ամեն մի եղբայր, հայր ուզում է, որպեսզի իր բարեկամը, իր ընկերը ընկալվի որպես նահատակ, բայց ճշմարտությունը այն է, որ պատերազմական գործողությունների ժամանակ հազարամյակներ շարունակ մարդիկ զոհվում են, եւ զոհվում էին եւ հեթանոսները, եւ մահմեդականները, եւ քրիստոնյաները, բայց մեր քրիստոնեական ընկալման մեջ պատերազմի ժամանակ զոհված ամեն մի զինվոր նահատակ չի։ Ինչի, որովհետև նախ եւ առաջ այդ իր ընտրությունը չի, այդ ամենակարևորը, որովհետև Աստված որևէ մեկին առանց իր ընտրության շնորհ չի տալիս, հա? Այսինքն, եթե մարդը դուք պատկերացնում եք օրինակ տենց մի իրավիճակ, Ներոն կայսրի ժամանակ քրիստոնյաներ էին, որ առյուծների առաջ էին նետված, մի մարդ, որ ոչ քրիստոնեության հետ կապ ունի, ոչ բան ունի, ինչ որ մի ուրիշ պատճառով ինքն էլ է հայտնվում տեղ, ինչ որ գողության պատճառով, լավ, ու կան 100 քրիստոնյա եւ այդ մարդը, իրանք բառացիորեն նույն ձև են մահանում, հա, առյուծի զոհ են դառնում, առյուծը ուտում է իրանց, բայց բնական չի, որ այս մարդը, որ գողության համար էր եկել ու քրիստոնյաները Աստծո համար նույնը չեն, որտեղ այս մարդը չէր ընտրել գար հանուն Հիսուս Քրիստոսի հավատալու կամ մնացածին չհավատալու նահատակվեր ու զոհաբերվեր։ Եվ ինչի համար է կարևոր նաև սա մեր առօրյա կենցաղային կյանքում, որովհետև շատ ժամանակ մեր քրիստոնեական կյանքի ընկալումը աղավաղվում է, երբ որ մենք մտածում ենք, որ Աստված մեզնից զոհաբերություն է ուզում, Աստված մեզնից նահատակություն է ուզում։ Երբ որ մենք այսպես ենք մտածում Աստծո մասին, մենք մոռանում ենք, որ նախ եւ առաջ Աստված ուզում է, որ մենք ավելի լավը դառնանք, աճենք, մեծանանք։ Եվ տեսեք, ինչն է մեր գրողներից մեկը, չեմ ասի իմ սիրած գրողներից մեկը, բայց ամեն դեպքում Պարույր Սևակը մի միտք ունի, չէ, ասում ավելի հեշտ է, ինչքան էլ ծանր լինի երեխա թաղելը, երեխա պահելը ծանր է ավելի, չէ, որովհետև մարդ մեծացնելը, հոգալը այդ մարդու մասին բան եւ այլն ավելի շատ հոգս, ավելի շատ ժամանակ, ավելի շատ էմոցիա, էներգիա է պահանջում, քան թաղման արարողությունը եւ այդ վիշտը, հա, ուղղակի այնի միանգամից է ու մի պահ է, այնի տևական ժամանակ է։ Հիմա եթե համեմատելու լինենք, ուրեմն Աստված մեր տևական էվոլյուցիան է ուզում, մեր պրոգրեսը, մեր ավելի լավ դառնալը եւ ոչ թե այս րոպեական ու այս վայրկյանական մահը։ Ու ինչն է սրա մեջ ամենամեծ խնդիրը, որ երբ որ մենք այս աչքով դիտարկենք, կհասկանանք նաև, թե ինչու մենք պետք է մեր դիմացինին, մեր կողքինին սովորենք սիրել, որովհետև եթե մենք բոլորս նահատակներ ենք, եթե մենք բոլորս մահապարտներ ենք, հա, այսպես ասած, պատրաստ ամեն պահի
պայթեցնել ինքներս մեզ, հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն Աստծո, ուրեմն յուրաքանչյուր մեկը, ով մեր նման չի մտածում, մենք իրան պիտի չտեսնենք, անտեսենք ընդհանրապես, որովհետև մենք պատրաստ ենք էտա, բայց եթե մենք մարդիկ ենք, որ հասկանում ու ընկալում ենք, որ մենք ինքներս պրոգրեսի կարիք ունենք, և յուրաքանչյուր մարդ էլ պրոգրեսի որևէ փուլում ա գտնվում, իրան էլ պետք է առաջ բերենք, այդ ժամանակ արդեն մեր փոխադարձ սերը Աստծո հայացքի առաջ իր ամբողջական բովանդակային իմաստն է ստանում։ Ու մի կարևոր բան էլ կա, որ ուզեմ այս թեմայի մեջ անպայման անդրադառնալ։ Տեսեք, մենք շատ հաճախ նաև նահատակության ու զոհաբերության հետ հավասարության նշան ենք դնում մեր կենցաղային տարբեր պարտավորությունները։ Օրինակ, իհարկե, հարգելով, ոչ միայն հարգելով, այլև ընդունելով գեր կարևորությունը, մայրության, ամեն դեպքում մայրությունը ինքը նահատակություն չի։ Ինչի չի, որովհետև իմ համոզումն է, ու ոչ միայն իմ, այլ նաև մեր հայրերի, որ կնոջը տրված են բոլոր գործիքները մայր լինելու համար ու լավ մայր լինելու համար։ Նույն ձև նաև նահատակություն չի զինվորական ծառայությունը, նահատակություն չի ուսուցչությունը, նահատակություն չի բոլոր մնացած բժշկությունը եւ այլն։ Ինչի սրանք նահատակություններ չեն։ Ես ուզում եմ, որպեսզի մենք իմ նախորդ ասածից ավելի լավը դառնալու, որտեղ մի ուրիշ ծայրահեղություն է կա, երբ որ մարդը ամեն ինչ որ անում է, արդեն ասում է դե լավ, սա Աստծո համար նահատակության նման բան է, որտեղ ողորմություն է, որտեղ ես պրոգրես եմ ապրում եւ այլն։ Որովհետև այս բոլոր իրողությունները միտված չեն մեր հավատքի գերակայության վրա, Տեսեք, շատ լավ է, երբ որ մայրերը հավատացյալ են, հիասքանչ չեմ, որ մայրերը հավատացյալ են, բայց ամեն անգամ, երբ որ մենք երեխայի հետ դժվարություն ունենք, սա ոչ թե նրանց է, որտև իբնե այդ դժվարությունները կան, այլ նրանց է, որ մենք շատ ժամանակ ճիշտ մոտեցում չունենք այդ դրա նկատմամբ, այսինքն օրինակ, եթե ես շատ հաճախ եմ դրան առնչվում, եթե օրինակ 3 տարեկան երեխայի հետ մայրը, ասենք, որ 25 եւ բարձր տարիք ունի, վիճում է այդ երեխայի հետ, այդ ոչ թե այդ երեխայի խնդիրն է ու երեխան տենց Աստծոց ուղարկված իր փորձությունն է, այլ մոր խնդիրն է, որ չունի այդ գիտակցական լրիվությունը, որպեսզի այդ վեճի մեջ չմտնի։ Նույն կերպ նաև կրթության ոլորտում, բժշկության ոլորտում եւ այլն, այս մնացած բոլոր բաներում, նաեւ զինվորական գործում, այսինքն ինչն է նահատակություն, երբ որ այն ամեն ինչ հասանելի է մենք անում ենք եւ դրանից ավելը անելը, դրանից բարձր լինելը, պրոգրես ունենալը այդքան, սա արդեն մի գլուխ մարդը ինքը իրենից բարձր է կանգնում։ Եվ վերջը ասում են, քո գլխից բարձր չես կարող թռնել, չէ։ Քրիստոնեության պահանջը մեզնից, Աստծո, այն մեր գլխից բարձր թռնելն է, որպեսզի մենք ավելին լինենք, քան մենք կանք, եւ օգտագործենք դրա համար Աստծո տված մեզ բոլոր շնորհները։ Ուրեմն ամփոփելով, սիրելիներս, հայ եկեղեցում զոհաբերությունը, նահատակությունը նախ եւ առաջ եւ սրբացումը դրա շնորհիվ նախ եւ առաջ ընկալվում է որպես հավատքի վկայություն, որովհետեւ մենք սրբացնում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր հավատքի վկայությամբ են այդ նահատակությանը գնացել, ընտրել են այդ ամեն ինչը, այսինքն տեսեք օրինակ բերեմ ոչ վաղ անցյալից, օրինակ Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսը,
երբ որ իրան եկան առաջարկեցին, ասեցին պիտի գնաս Սևանի վանք, որովհետև հիմա թուրքերը գալիս են, ինքը ասեց, եթե դուք չեք կարողանում պաշտպանել, ուրեմն ես տեղ կմեռնեմ։ Տեսեք, ստեղ հստակ ընտրություն է երևում այդ մարդու, հստակ։ Բայց Աստված ուրիշ ծրագիր ուներ, որովհետև չկարողացան, գրավել Էջմիածինը։ Սա հստակ նահատակության պատրաստ ընտրություն է։ Մարդը կարող էր գնալ այնտեղ, բայց չգնաց մնաց, բայց ոչ թե չգնաց նրա համար, որովհետև ինքը մտածում էր հադելավ այդքան տարի ապրել եմ արդեն հիմա ինչ սպանում են, թող սպանեն, ոչ, որովհետև իր մնալով նա վկայեց նաև մնացած մարդկանց մոտ իր հավատքը Հիսուս Քրիստոսին, որ Աստված էլ է ներկաստեղ, որովհետև պարզ է, չէ, որ եթե կաթողիկոսը գնար, այդ նշանակում է կաթողիկոսը հույս չուներ, որ Աստված ինչ-որ մի բան կանի։ Ուրեմն սիրելիներս, մենք մեզնից յուրաքանչյուրը մեր միջավայրում այս կարևոր առաքելությունն ու դեր ունի վկայելու Հիսուս Քրիստոսի մասին, բայց վկայելու այն գաղափարով, որ մեր դիմացինը եւ մենք ավելի լավը դառնալու այս ճանապարհով ենք գնում եւ սա է մեր ողորմությունը, զոհաբերությունը ու նահատակությունը։ Ջան անջատի, եթե հարցեր կան, մեծ սիրով